Բարի օր ժողովուրդ ջան, այսօր որոշել եմ պատրաստեմ հաճարի պաստա, կողքի բանջարեղենով, բանջարեղենը սա է, և հավի կրծքամիս տապակած։ Ասեմ, որ պաստան խաշելու եմ աղաջրով, այսպես, ջուրը եղացրել եմ արդեն, պաստան խաշելու եմ աղաջրով, շարունակությունը հետո կցուցադրեմ։ Պաստան էփեց վերջացավ, էփել եմ 6-ից 8 րոպե։ 6 րոպեն, որ անցնում է մի հատ կստուգեք, կտեսնեք իրոք լավ է, ու եթե չեմ 2 րոպե էլ կեփեք։ Հիմա անում եմ եգիպտացորեն քաղցր կարմիր պղպեղը և կանաչ ոլորը։ Անցանք գործի։ Լցնելու եմ 3 բանջարեղենը մեջը, անելու եմ մենակը համեմունք, կարմիր փոշի պղպեղ և աղ, ուրիշ ոչինչ, սրա վրա էպես։ Հիմա արդեն մեր կողքի բանջարեղենը պատրաստ է, աղը արել եմ, հիմա գուցեն աղը, ասեն աղը պետք է անել ձեր բերանի համով, միշտ ասել եմ ու կասեմ, բայց հիմա տեղ ունեմ կարմիր պղպեղ, փոշի, անելու եմ մի թեյի կտալ կարմիր պղպեղ, մի քիչ որ գույնը փոխի, ուրիշ ոչինչ, ու հիմա հավը որ տապակվում է, արդեն կիսա տապակված է, հիմա հավին էլ կանեմ, բայց մի քիչ հետո մի թեյի կտալ կարմիր պղպեղ կանեմ, սիրելիներս, ու աղը արել եմ, մի թեյի կտալ աղ եմ գցել, այս չափի համարյա թե 800 գրամ հավի կրծքամիսա, արել եմ մի թեյի կտալից մի քիչ պակաս աղ, մնացածը դուք արդեն ձեր բերանի համով կանեք, և անելու եմ մի թեյի կտալ կարմիր փոշի պղպեղ և մի թեյի կտալ կուրկումա։ Արդեն գցեցի կուրկուման և կարմիր պղպեղը մի քիչ ուշ եմ գցելու։ Մի 3 րոպեվա, որ արդեն պետք է անջատեմ, 3 րոպեվա ընթացքում գցելու եմ կարմիր պղպեղը։ Մեր ուտեստը արդեն պատրաստի վիճակում ափսեի մեջ։ Հիմա ուզում եմ համտեսեմ ու ասեմ ինչպիսի համ ունի մեր այսօրվա ուտեստը։ Անմահական համ ունի, հաճարի պաստան էլ շատ համեղ է հաճարի պաստան։ Մի քիչ կարակ եմ վրան գցել, աղը տեղը, բանջարեղենը փափուկ չի, նորմալ չեմ, շատ չեմ էփելու ընթացքում, որովհետև այսպես ավելի առողջարար է։ Մեզ մնում է, սիրելիներս, հետևել, հավանել և տարածել, որպեսզի Ռոզա տատիկը ձեր համար միշտ համեղ ուտեստներ պատրաստի։ Սիրում եմ ձեզ բոլորիդ, սիրելի իմ թանկ հետևորդներ ջան։